Ես Ցոլակ Հակոբյանն եմ, բժիշկ, հոգեթերապևտ։ Եվ այժմ ողջունելով ձեզ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են այս պահին էկրանների մոտ, հրավիրում ձեզ հետաքրքիր աշխատանքի։ Ես այստեղից Alter Ego հոգեբանական օգնության կենտրոնից, դուք ձեր տանը էկրանների մոտ եկեք աշխատենք։ Աշխատանքի նպատակն է օգնել ձեզ հեռանալու ձեր գանգատներից, դժվարություններից եւ այն սկզբունքներից ու համոզմունքներից, որ խանգարում են ձեզ ամրանալու, առողջանալու, խանգարում են ձեր առաջընթացին, ձեր հոգեվոր աճին, իսկ դա շատ կարևոր է ամեն մարդու համար։ Ես ցանկանում եմ, որ դուք ձեռք բերեք այնպիսի ունակություններ, հմտություններ, այնպիսի սկզբունքներ, որ ձեզ կօգնեն առաջ շարժվելու, այդ նույն անձային աճը ապրելու, հոգևոր աճը եւ իհարկե ազատվելու կանգատներից, վերականգնվելու, ուղղակի լավ ապրելու ու երկար ապրելու։ Դե ուրեմն ամենասկզբից հարմար տեղավորվեք, ինչպես միշտ, դա շատ կարևոր պայման է, անջատեք հեռախոսները, թող ոչ ոք ձեզ չխանգարի եւ ազատեք ձեր մարմինը լարվածությունից։ Քանի անգամ արդեն ասել եմ, ենք ավելի լավ ենք ընկալում ցանկացած ինֆորմացիան, ավելի խորն է ներթափանցում, երբ չկա լարվածություն, երբ ուղեղը հանգիստ է ու պատրաստ է այդ ինֆորմացիան ճիշտ ընդունելու, վերլուծելու ու տալու մեզ այն, ինչ մենք նրանից սպասում ենք։ Հաջողություն, առողջություն, նոր լուսավոր մտքեր, նոր ծրագրեր, լավագույն նպատակներ։ Ու սովորում ենք հեշտությամբ ավելի հաղթահարել մեր կենցաղային ստրեսները, լավ օգտագործել մեր ներուժը, անընդհատ նոր հետաքրքրություններ ձեռք բերել, կյանքը դարձնել կոմֆորտային եւ արդյունավետ։ Ինձ մոտ շատ են գալիս պացիենտներ, ովքեր հոգնել են բուժվելուց։ Եղել է անհաջող բուժում, այստեղ այնտեղ փորձեր են կատարել, չի ստացվել։ Գալիս են ավելի բարդացած վիճակում, գանգատվում են, եւ ես տեսնում եմ, որ նրանք կորցրել են իրենց հույսը, հավատը, կորցրել են վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Ես նրանց հաճախ դիմում եմ հետեւյալ խոսքերով, ասում եմ. պետք է հավատաք անպայման։ Ոչ թե ինձ, հավատացեք ձեզ, հավատացեք Աստծուն, հավատացեք ձեր մեծ ուղղակի աստվածային հնարավորություններին եւ անպայման հաջողությունը ձեր հետ կլինի։ Եվ հաճախ պատմեմ մի պատմություն։ Այ պատկերացրեք, 14-րդ դարի վերջի տարիներն են։ Եվ Սամարքանդի էմիրը, շատ հայտնի տիրակալ, զորավար Թամերլանը պայքարի մեջ է մտել, պատերազմի մեջ է մտել Օսմանյան կայսրության հետ։ Ու մի շատ կարևոր ճակատամարտում ուղղակի ջախջախիչ պարտության է մատնվում։ Ու հազիվ իր կյանքն է փրկում, փախուստի է դիմում ու թաքնվում է մի գյուղի ավերակներում, այն էլ գոմում։ Պարկում է մի կեղտոտ փայտե արկղի մեջ, որը տնային կենդանիների համար կերակրաման է ծառայել։ Արդեն լսում է թշնամու զինվորների ձայները, որ իրեն են փնտրում այդ ավերակներում, բարկած է շունչը պահած, անշարժ, ու մտածում ես ինչ հիմար վիճակ է, ոչ ոք այսպիսի ահավոր անարգանքի չի ենթարկվում, ոչ ոք այսպիսի խայտառակ վիճակում չի լինում։ Չկա հույս, չկա փրկություն, չկա ոչ մի հաջողություն։ Ու այդպես հայացքը առած այդ արկղի պատերից մեկին նկատում է, որ այդ պատով ուղղահայաց մի մրջուն է շարժվում, ընդ որում մի շալախ է արել սորենի հատիկ, որը իր մարմնից 3 անգամ ավելի մեծ է։ Ու անընդհատ այդ մրջյունը հասնում է այդ ուղղահայաց պատի ինչ որ մի տեղին,
կեսին, ասենք, ու հետո ուժը չի պատում, հոգնում ու գլորվում է հետ, բայց նորից է համառորեն փորձում հատիկը վերև տանել ու էլի է ենթարկում պարտության, անհաջողության ու Թամերլանը սկսում է ուշադիր դիտել իրեն հետաքրքրում է այս փոքրիկ մրջյունը ինչքան անհաջող փորձ կանի համառորեն, մինչև որ կգիտակցի կհասկանա, որ հնարավոր չէ այդքան մեծ ծորենի հատիկը քաշ տալ մինչև վեր։ Հաշվում է 69 անգամ, բայց ի զարմանս իրեն 70-րդ անգամ մրջյունը հաջողության է հասնում եւ կարողանում է այդ հատիկը տանել։ Նույն իր տունը։ Նույն վարքյանին Թամերլանի ուղեղում մի փայլատակում է տեղի ունենում, մենք դա կոչում ենք insight, պայծառացում։ Մի նոր միտք է գալիս, որ ոնց թե այս փոքր մրջյունը կարողացավ 69 անհաջող փորձից հետո հաղթել։ Իսկ ես լինելով այսպիսի զորավար, ուժեղ մարդ, գործել եմ հույսս հավատս, դուրս է գալիս այդ արկղից, շատ շուտով հասնում է իր զորքերից մնացած ջոկատներին, մեկ տարվա ընթացքում նոր զորք է կազմավորում եւ առաջին իսկ մարտում ջախջախում է ուղղակի թշնամուն, գրավում է Օսմանյան կայսրությունը եւ նույնիսկ նրա շահին սուլթանին գերի է վերցնում։ Եվ ես իմ պացիենտներին հարցնում եմ, միթե դուք այդ փոքրիկ մրջյունի չափ չկաք։ Պետք չի 69 անհաջող փորձ կատարել, ավելի քիչ կարող են այդ փորձերը լինել, բայց ոչ մի փորձը դες պետք է հետ չտանի, երբեք չի կարելի կորցնել հավատը, հույսը, վստահությունը։ Բոլորի կյանքում լինում են դժվարություններ։ Պետք է սովորել այդ դժվարությունները հաղթահարել, լինել ուժեղ, կամային, վստահ, հզոր, ինչու՞ չէ։ Կարող եք դրան հասնել։ Ես չեմ կասկածում։ Կարող եք։ Ասում են, որ արևելքում կա մի տաճար, որի ֆրոնտալ պատին գրված է. Սիրեցեք ձեր դժվարությունները։ Նրանք ձեր ապագա հաղթանակների, հաջողությունների դրդապատճառն են։ Իսկապես երբ մենք ապրում ենք եւ ամեն ինչ շատ լավ է, կարծես էլ առաջ գնալու ցանկություն չի լինում, չէ՞ որ ամեն ինչ լավ է։ Հաղթահարելով դժվարությունները ավելի է կոփվում։ Եվ եկեք նորից հիշենք Նապոլեոնի խոսքերը, որ ասում էր. դժվար այն է, ինչ կարելի է միանգամից լուծել։ Անհնարինը մի փոքր ավելի ժամանակ է պահանջում։ Չեմ կասկածում, դուք եք համոզված, որ Նապոլեոնին կարելի է հավատալ։